Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է շնորհավոր էր ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին, այլ պետք է հրաժարական տար այդ ընտրությունների արդյունքների մասին լսելով ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը մեկնարկեց Գյումրիից ոտքով, բավականին խեղճ ու համեստ տեսքով, բայց Գյումրի էր վերադարձել ընդամենը 6 տարի անց մի քանի միլիոն դոլար արժողությամբ մեքենաներով, այսինքն ստացվում է ընտրեք ինձ, թե չընտրեք, գոհեք ինձնից, թե դժգո, միևնույնն է, ես ձեր ղեկավարն եմ, ես հավիտենական եմ, կարամ նաև շնորհավորեմ, կարամ նաև ձերբակալեմ, դա արդեն կախված է գխացավի դեղի ազդեցությունից։ Ժողովրդի վստահությունը չունենալով կզավթեն իշխանությունը Գյումրիում, ինչպես դա եղավ Երևանում, երբ որ մենք ակնկալում ենք, որ բոլորը պետք է իրենց ձայները տան տվյալ պահին Վարդան Ղուկասյանի թեկնածության օգտին, դա դրանից չի, որ մենք Վարդան Ղուկասյանի նկատմամբ աջակցություն ենք ցուցաբերում։ Ամենևին պարտադիր չի դաշինքներ ձևավորել, բայց պարտադիր է տապալել ադրբեջանա-թուրքական ռեժիմը, որ ԿՊ-ն իսկապես չունենա Գյումրիում քաղաքապետ։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես կանխատեսել էր, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում 50+1% չի հավաքի, բայց հավաքեց բավականին բարձր 36%։ Ըստ ձեզ, ինչի արդյունք է դա, եւ կխնդրեի նաեւ անդրադառնալ փաստանին, որ գյումրեցիների մոտ 55%-ը չմասնակցեցին անտարբեր եղան ընտրություններին։ Հերթով գանք, նախ մասնակցություն։ Պարզվում է, որ մասնակցությունը ձեր ասած ցածր ցուցանիշը դա 2 անգամ ավելի բարձր է, քան 2021 թվականի ընտրություններում, որովհետև ընդամենը 4 տարի առաջ Գյումրի հավաքականու հերթական ընտրություններին մասնակցել էր ընդամենը 24000 մարդ, եւ այս անգամ նկատվել էր ավելի մեծ ակտիվություն։ Ընդհանրապես ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո այս վերջին ժամանակաշրջանում բազմաթիվ համայնքներում ընտրություններում նկատվում է ընտրողների մասնակցության ցածր աստիճան։ Այդպես եղել է նաև Երևանում 2023 թվականի հերթական ընտրություններում, այսինքն հիմնականում մեր քաղաքացիները, ովքեր դժգոհություն ունեն այս իշխանություններից, նրանք իրենց վերաբերմունքը արտահայտում են ընտրություններին չմասնակցելու միջոցով, նաև ունենալով որոշակի վստահություն նաև այլ ընդդիմադիր ուժերի նկատմամբ ընդհանուր անտարբերությունը այդ ձևով են արտահայտում։ Իսկ Գյումրիում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այդ ձեր ասած ցուցանիշները դա այդ կուսակցության հեղինակության վարկանիշի հետ բացարձակապես կապ չունեն։ Այդ կուսակցությունը այնտեղ ունի զրոյական վարկանիշ։ 2016 թվականին քաղաքացիական պայմանագիրը մասնակցել է Գյումրի հավաքական ընտրություններին եւ ստացել է, եթե չեմ սխալվում, 1400 թե քանի ձայն, այսինքն աննշան ձայներ են ստացել։ Իրանք ժողովրդի վստահություն երբեք չեն վայելել։ Իրանք նույնիսկ սեփական տեխնացու չունեին այս ընտրությունների մասնակցելու համար, երբ որ իշխանությունը տապալել են իրենք եւ իրենք են այս ընտրության նախաձեռնությունը։ Հիշենք, որ այս ընտրությունը սովորական չի, դա արտահերթ ընտրություն է։ Եվ արտահերթ ընտրության պատճառը եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործողությունները։ Մի դեպքում Բալասայան դաշինքի դեմ իրականացված այդ իրավական գործընթացներով պայմանավորված արշավը, որը հանգեցրեց դաշինքի հավաքականու անդամների մանդատները վայր դնելուն, եւ մյուս կողմից անգամ այդ պարագայում, երբ որ հավաքականու անդամների թիվը բավարարում էր հավաքականու բնականon գործունեության եւ իրենց կազմից համայնքի ղեկավար ընտրելու համար, քաղաքացիական պայմանագիր խմբակցության հավաքականու падգամավորները չեն մասնակցել հավաքականու նիստերին եւ իրենք են տապալել, որովհետեւ այն նա, որ կարող էր ընտրվել կամ հավակնում էր դառնալ Գյումրու քաղաքապետ այդ ժամանակ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության Շիրակի մարզային կազմակերպության ղեկավար Կարեն Սարուխանյանն էր, նախկին մարզպետ, հիմա ազգային ժողովի падգամավոր, եւ եթե հիշում եք, այն ժամանակ հայտարարում էր, որ ինքն է լինելու իրենց կուսակցության ցուցակի առաջատարը եւ ինքն է հավակնում քաղաքապետի պաշտոնը, նույնիսկ կուսակցությունից էին հայտարարում, որ իրենք նման որոշում ունեն, բայց նա հայտնվեց ինչ-որ սկանդալային պատմության մեջ, հետո վարչապետի հանձնարարությամբ ըստ մամուլի հրապարակումների վարչապետի թիկնապահներից մեկի հետ նրան տարան լաբորատորիա հետազոտության,
պարզվեց նրա մազի, մեզի մեջ, չգիտեմ, ինչ-որ թմրանյութի առկայություն եւ այլն, ու հետ մնացին այդ որոշը, քանի որ ինքը չէր կարող դառնալ, արդեն ավականին էլ լուծարվել էր, սկզբից ստիպված գնացին քաղաքական անասնագողության ճանապարհով եւ կուսակցության շարքեր բերեցին եւ քաղաքապետի պաշտոնակատար նշանակեցին մի մարդու, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կապ չուներ, 2018-21 թվականներին Լուսավոր Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել էր ազգային ժողովի պատգամավոր, իսկ մինչ այդ հավակնել էր, թե դարձել էր հանրապետական կուսակցության անդամ։ Իսկ նույնիսկ իրենք տեխնացու չունեին։ Այսինքն գողացած տեխնացու, վարչական հսկայական ռեսուրս, աննախադեպ ապօրինություններ, որոնք արձանագրել են տարբեր դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ, այդ թվում եւ ֆինանսական մասով, եւ մասնակցության ապահովման իմաստով, եւ ընտրակաշառքի ժամանակակից նոր մեթոդների բուքմեյքերական դրույքաչափերով, չգիտեմ ինչերով, կիրառման նոր տեխնոլոգիաներով իրականացում, դա է եղել այդ պատճառը։ Ես նաեւ համամասնական ցուցակի համալրումը համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներով ակամա ստիպելով, որ նրանց աշխատակիցները նույնպես քվեարկեն այդ դաշինքի օգտին, այդ կուսակցության օգտին, կարծում եմ դա է եղել պատճառը, այսինքն եթե հավասար պայմաններում Գյումրիում եւ ցանկացած համայնքում լինի ընտրություն, ես կարծում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշը չի կարող գերազանցել 3%-ի շեմը որևէ համայնքում։ Պարոն Ղազարյան, խնդրահարույց տեղամասերից մեկում, այսինքն երկուսում, 31-69 եւ 70, որոնք շատ մոտ էին, մոտակայքում գտնվում էին ոչ լեգալ շտաբերը ՔՊ-ի 7 մետրի վրա, որտեղ Սարիկ Մինասյանը հավաքեց մոտ 50%-ից ավել եւ քվեաթերթիկները հաշվելու ժամանակ տեսնում ենք, որ առաջին համարի քվեաթերթիկները բավականին շատ էին պատրված, այսինքն մարդիկ ստիպված եկել քվեարկել են, նկարել են թերթիկը, սակայն վերջում պատրել նոր են դրել։ Եվ հետաքրքրականը, որ ձայների հաշվարկների ընթացքում տեղամասերի ղեկավարները դրանք անվավեր էին ճանաչում, բայց մինչև հաշվարկի ավարտը կենտրոնական ընտրական հանձնաժողովից ՔՊ-ական ղեկավարի հրահանգով իջեցվեց հրանք, որ տեսնելով, որ ՔՊ-ի թերթերն են հիմնականում պատրված, դրանք վավեր չճանաչել։ Ինչպես կգնահատեք։ Ես կարծում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը այդ դեպքում իրականացրել է ինքնիրավչություն, որովհետև նրան նման իրավասություն տրված չի ձայների հաշվարկի ժամանակ որոշումներ կայացնել այս կամ այն քվեաթերթիկի վավեր լինելու մասին, այդ որոշման կայացման իրավասությունը պատկանում է բացառապես տեղամասային ընտրական հանձնաժողովին։ Այսինքն ընտրական հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկից հանելով ծրարը եւ քվեատուփից հանելով ծրարը եւ առանձնացնելով քվեաթերթիկը, այն ստուգում է դրա համապատասխանությունը օրենքի պահանջներին, որ դրա վրա չլինեն գրառումներ, այն չլինի պատառված եւ այլն, այսինքն նույնականացման որևէ էլեմենտ իր մեջ չպարունակի, որից հետո դա տրվում է հանձնաժողովի համապատասխան անդամին։ Վիճահարույց քվեաթերթիկների հետ կապված, եթե լինում են առանձին դեպքեր, հանձնաժողովի նախագահը տեղում կազմակերպում է քվեարկություն եւ հանձնաժողովի անդամներն են միայն որոշում, թե կոնկրետ որ քվեաթերթիկը պետք է համարվի վավեր, որը պետք է համարվի անվավեր։ Դա տեղամասային ընտրական հանձնաժողովի իրավասության վերաբերող հարց է։ Եթե դա որևէ քվեաթերթիկի հետ կապված կամ գործընթացի հետ կապված խախտումներ են լինում, ապա վստահված անձինք իրավունք ունեն հետագայում բողոքարկել այդ հանձնաժողովի որոշումները եւ հետագայում սահմանված կարգով իրականացնել ձայների վերահաշվարկ, այսինքն այս գործընթացում ով ասես կարա լինի բացի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆունկցիաները սկզբունքորեն այլ են եւ քանի որ նա քաղաքական գործիչ է եւ այդ նույն քաղաքական թիմի ներկայացուցիչ, հիշենք, որ մենք խոսում ենք Վահագն Հովակիմյանի մասին, ով եղել է չունենալով մասնագիտական կրթություն եւ առհասարակ բարձրագույն կրթություն, եղել է լրագրող Հայկական ժամանակ օրաթերթում, երբ որ այդ օրաթերթի խմբագիրը եղել է Նիկոլ Փաշինյանը, եղել է ազգային ժողովի падգամավորի օգնական, երբ падգամավոր եղել է Նիկոլ Փաշինյանը, եղել է ազգային ժողովի падգամավոր եւ վարչապետ եղել է Նիկոլ Փաշինյանը եւ ինքն իրեն ընտրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ եւ այդ ձայնը եղել է վճռորոշ։ Եվ հիմա այդ մարդուց ակնկալել օբյեկտիվ դիրքորոշումներ, դա կարծում եմ ֆանտաստիկայի ժանրից է, ինքնից դրա համար այդ ապօրինությունները թույլ տալու
համար ես կարծում եմ, որ դա պետք է առանձին քննարկման առարկա դառնա, դա ինքնիրավշության ենթադրել հանցանքի եւ ընդրական փաստաթուղթ համարվող արդեն քվեաթերթիկի ճակատագիրը որոշելու վերաբերյալ դիրքորոշումա, ինչի իրավունքը նա որևէ պարագայում չուներ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ ոչ պաշտոնական շտաբերին, այո, դրա մասին եղել է եւ լրագրողների արձանագրումներ, հետո այնտեղ գնացին նաեւ հայաքվե դիտորդական առաքելության ներկայացուցիչներ, պարզեցին այո այդ շտաբի ակտիվությունը, որը դրսից չունի ցուցանակ, բայց ներսից այդ դատարկ տարածքում փակցված են Սարիկ Մինասյանի լուսանկարները, որ մարդիկ ընտրության գնալուց առաջ մուտք են գործել այդ շտաբ եւ վերադարձել են ընտրություն կատարելուց հետո, եւ դա գտնվել է այն թաղամասում, որտեղ որ բնակվել է Սարիկ Մինասյանը, որում ասեմ, որ սա կոպտագույն դրսևորումներից մեկն է եւ ընտրությունների արդյունքները, սա բազմաթիվ ընտրախախտումներից մեկն է, օրինակ արձանագրվել են այդ օրը Բավրայի անցակետով բավականին մեծ հոսք քաղաքացիների, որը որ բնորոշ չի ընդհանրապես կիրակի օրերին եւ այդ անցակետի շարունակության ընդհանրապես, եւ Գյումրիում այդ օրը մարդիկ տեսել են վրացական համարներով ուրեմն մարդատար ավտոբուսներ, որոնք բնականաբար կարծիք կա, որ հնարավոր է Ջավախքից մեր հայրենակիցներին բերել են մասնակցելու Գյումրիում քվեարկության, որպեսզի մեր հեռուստադիտողների համար պարզ լինի, ասեմ, որ ի տարբերություն համապետական ընտրությունների, ազգային ժողովի ընտրության, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող կամ քաղաքացիություն չունեցող տվյալ համայնքում հաշվառված յուրաքանչյուր ոք, ով համարվում է համայնքի բնակիչ վերջին 6 ամսում։ Եվ քանի որ իրենք գիտեին վերջին 6 ամսում, որ առաջիկայում լինելու է ընտրություն, ինչպես Ջավախքից, այնպես էլ Շիրակի մարզի տարբեր բնակավայրերից մարդկանց հաշվառել են Գյումրի համայնքում եւ նրանց իրավունք են տվել մասնակցել ընտրությունների։ Չմոռանանք, որ Սարիկ Մինասյանի նախընտրական շտաբի ղեկավարն էր Շիրակի գործող մարզպետ Դավիթ Արուշանյան, շտաբում ակտիվ էին եւ նաեւ համամասնական ցուցակում ընդգրկված էին նախկին մարզպետներ Նազելի Բաղդասարյանը, ով նաեւ վարչապետի մամուլի խոսնակն է, նախկին մարզպետ Կարեն Սարուխայանը, որը ազգային ժողովի պատգամավոր է, բոլոր գրեթե նախկին մարզպետները, ովքեր ՔՊ-ի իշխանության օրոք նշանակվել են մարզպետ, իսկ դրանք 6-ն են, այսինքն 6 տարում 6 մարզպետ ա եղել Շիրակի մարզում, նրանք բոլորը ակտիվ ներգրաված են եղել, այսինքն օգտագործել են իրենց վարչական ռեսուրսը եւ դա երևաց նաեւ իրենց ամփոփիչ հավաքի ժամանակ, երբ որ լրագրողները հարցումներ են իրականացնում մասնակիցների շրջանում, թե իրենք ովքեր են եւ որտեղից են եկել, որ համայնքից, որ կազմակերպությունից, պարզվեց, որ 115,000 բնակիչ ունեցող այդ մեծ քաղաքում այդ հավաքի մասնակցել է ընդամենը 2700 մարդ, որոնց մի զգալի մասը Ախուրյան, Արթիկ, Մարալիկ, Ամասիա տարբեր ուրեմն համայնքներից, Երևանից, մեծ թվով նաև պատգամավորներ եւ այլն, իսկ ովքեր որ Գյումրիից էին, իրենք խոստովանում էին, որ ասենք ենթադրենք մանկապարտեզի աշխատակիցներ են, պոլիկլինիկայի եւ եկել են ոչ թե անհատապես, այլ կոլեկտիվներով։ Սա հենց նշանակում է այդ վարչական ռեսուրսի ուղղորդման հանգամանքը։ Ես կարծում եմ, որ այդ 2700 հոգին, եթե դրանից հանենք մի 1500 հոգի ոչ գյումրեցիներ, այդ ՔՊ-ի իրական աջակիցները եղել են այնտեղ, որովհետև այն մարդիկ, ովքեր այդ քաղաքում պատրաստ էին ՔՊ-ին ձայն տալու, կարծում եմ կեթային կմասնակցեն նաև իրենց տեխնազոյի ամփոփիչ հավաքին, առավել եւս որ այդ հավաքին իր ներկայությամբ հավաքին լրացուցիչ շուք էր հաղորդում նաև Վահագն Ալեքսանյանը։ Ինչպես կգնահատեք այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը բավականին շռադատված շնորհավորեց Գյումրիում եւ Փարաքերում հաղթած քաղաքական ուժերը։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է շնորհավորեր ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին, այլ պետք է հրաժարական տար այդ ընտրությունների արդյունքների մասին լսելով, ինչպես որ դա ժամանակին արել է իրեն շուն նվիրած Վրաստանի նախկին վարչապետը, ով հրաժարական ներկայացրեց տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում իրենց կուսակցության պարտվելու համար։
Նիկոլ Փաշինյանին պետք է հիշեցնել իր կարգավիճակը, որ ինքը Հայաստանի վարչապետ է եւ քաղաքական ուժի ղեկավար, եւ ինքը անձամբ է մասնակցություն ունեցել այդ գործընթացներին, այսինքն ինքը նախընտրական արշավի մեկնարկը տրվել է իր մասնակցությամբ, Գյումրի քաղաքում կազմակերպված դրամահավաքով, ինքը քանի որ պրոֆեսիոնալ թալանչի է, կիրառում է թալանի բոլոր հնարավոր ձևերը, այդ թվում նախընտրական շրջանում ժողովրդին լրացուցիչ կեղեքելը։ Եվ ինքը անձամբ է մասնակցել, հանդես է եկել ելույթով են իր հայտնի ելույթներ բռաբուս առ բռաբուս, յաշիկ առ յաշիկ, Range Rover առ Range Rover վերադարձնելու մասին։ Դա շատ խորհրդանշական էր, որովհետև ինքը ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը մեկնարկեց Գյումրիից ոտքով, բավականին խեղճ ու համեստ տեսքով, բայց Գյումրի էր վերադարձել ընդամենը 6 տարի անց մի քանի միլիոն դոլար արժողությամբ մեքենաներով, շարասյուններով, իրեն ուղեկցող մարդկանցով, իր թիմակիցներով, արդեն բոլորը տեսքով, կարգով, էժան շոյերի փոխարեն թանկարժեք զգեստներով, կոշիկներով եւ մի քանի միլիոն դոլարանոց մեքենաներով։ Ու գնացել էին Գյումրի լրացուցիչ կեղեքելու գյումրեցիներին, որպեսզի թույլատրեն, որպեսզի նրանք իրենց համար քաղաքապետ ընտրեն։ Իսկ ինքը անձնական մասնակցություն ա ունեցել, հետեւաբար պարտվել ընտրություններում դա իր անձնական պարտությունն է որպես քաղաքական գործի։ Վրաստանի վարչապետը, որը ի դեպ ասեմ միակ օրինակը չի, այդ ձևով վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել ժամանակին Իտալիայի վարչապետը, Միացյալ Թագավորության վարչապետը, որովհետև տրամաբանությունը հետևյալն է, եթե քեզ ձեր թիմին ժողովուրդը չի վստահում, ինչ տարբերություն դա որ ընտրությունների ժամանակ չի վստահում, համապետական թե տեղական ընտրությունների, ինքը քաղաքական ուժի ղեկավար է, հետևաբար ինքը պետք է հրաժարական տալ, օրինակ բոլորին կարող է շնորհավորել ընդհանրենք հանրապետության նախագահը, որի պաշտոնը համարվում է ապաքաղաքական եւ նա հետեւում է սահմանադրության պահպանման, այսինքն պիտի հետևի սահմանադրության բայց Նիկոլ Փաշինյանը ինքը քաղաքական պատասխանատվություն է կրում, այսինքն ստասում է ընտրեք ինձ, թե չընտրեք, գոհ եք ինձնից, թե դժգոհ, միևնույնն է, ես ձեր ղեկավարն եմ, ես հավիտենական եմ, կարամ նաև շնորհավորեմ, կարամ նաև ձերբակալեմ, դա արդեն կախված է գխացավի դեղի ազդեցությունից, այսինքն այդ պահին այդ ձեղը իդեպ բժիշկը իրան շատ հետաքրքիր մեթոդ է կիրառել, ասել է որ դա գխացավի դեղ է։ Հա, ու ինքը կախված է դեղի ազդեցությունից, ինքը կարա որոշի ընդհանրենք ձերբակալել հաղթած քաղաքապետին, օրինակ ոնց որ եղավ Վանաձորի պարագայում, Գյումրում նախորդ ընտրությունների պարագայում ինքը որոշեց ձերբակալի ոչ թե քաղաքապետի թեկնածուին, այլ նրա թիմակիցներին եւ ստիպի, որ իրանք դաշինք կազմեն քաղաքացիական պայմանագրի հետ, խոսքը Բալասյան դաշինքի մասին է, այլ ոչ թե այն ուժերի, որոնց հետ նախապես իրենք հայտարարել են, որ դաշինք կա։ Կարա նաեւ շնորհավորի հաղթանա, բայց ինքը միշտ մնում է, ոչ, տենց չի լինում։ Ինքը պիտի վռնդվի այդ պաշտոնից եւ Գյումրիում եւ առավել եւս Փարաքարում, որտեղ որ նրա մրցակիցները տարան համոզիչ հաղթանակ, այսինքն այնտեղ դաշինքներ ձևավորելու անհրաժեշտություն չկա, տեխնացուն հավաքել է 50%-ից ավել ձայներ եւ ըստ ընտրական օրենսգրքի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նա համարվում է ընտրված համայնքի ղեկավարի պաշտոնում։ Հետևաբար այդ ձախողումները Փաշինյանի համար ակնհայտ են, մեզ համար նույնպես ոգևորիչ, որ ազգային ազատագրական պայքարը մոտեցել է Երևանի մատույցներին։ Միանշանակ է, որ Գյումրիում ԿՊԱ-կան քաղաքապետ չի լինելու, բայց նաև հայտնի է Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի նաև ընտանիքներով ավանդաբար բարդ հարաբերությունների մասին։ Այս առումով Մարտուն Գրիգորյանը բարդ ընդրության առաջ է կանգնած եւ չնայած երեք հայտարարեց միանշանակ, որ Գյումրին չի ունենալու ԿՊԱ-կան քաղաքապետ։ Ձեր գնահատականները ընդդիմության հետագա քայլերի վերաբերյալ։ Ես նրանց տանեկան հարաբերություններին տեղյակ չեմ եւ անկեղծ ասած չեմ էլ ուզում տեղեկանալ, դա որևէ մեկին այդ ինձ չվերաբերող հարց է, բայց դա որևէ կերպ չի կարելի տեղափոխել քաղաքական հարթություն, որովհետեւ իրենք նախընտրական շրջանում մասնակցելուց ընտրողներին չեն ասել, խնդրում ենք մեզ քվեներ տվեք, որպեսզի մենք բարձենք մեր ընտանեկան հարաբերությունները։
Մարդիկ իրենց քվեներ են տվել իրենց նախընտրական ծրագրերի, իրենց կուսակցությունների, իրենց դաշինքների համար եւ իրենք պարտավոր են որոշումները կայացնելուց առաջնորդվել ժողովրդի տված քվեներով, իսկ իրենց անձնական ընտանեկան հարաբերությունները պարզելու համար պետքա փնտրեն այլ հարթություն, քան ժողովրդի վստահությամբ ձևավորվող իշխանություններն են։ Հետևաբար մենք հիմա բոլոր քաղաքական ուժերից ակնկալում ենք ոչ թե իրանց անձնական հարաբերությունների եւ հավակնությունների շահերից բխող, այլ համայնքի եւ մեր պետության շահերից բխող որոշումների կայացում։ Նախընտրական շրջանում այս ավականյում անհրաժեշտ շեմը հաղթահարած բոլոր քաղաքական ուժերից բացի քաղաքացիական պայմանագրից մնացած բոլորը դիրքավորված են եղել որպես ընդդիմադիր գործիչներ, որոնց գլխավոր նպատակներից են հռչակել այս հանցավոր ադրբեջանա-թուրքական ռեժիմի տապալումը իրենց քաղաքում։ Եվ եթե նրանք որևէ մեկ ուզում էին ընտրվեին քաղաքապետ, բոլորն են ուզել ընտրվել քաղաքապետ, դա շատ նորմալ ցանկություն է, բայց իրանք պիտի հասկանան, որ իրենց ոչ մեկին դա չի հաջողվել։ Որովհետև քաղաքապետ ընտրվելու համար պետք էր հավաքել 50%-ից ավել ձայներ։ Եթե որևէ մեկը այդ հնարավորությունը չի ունեցել, ապա պետք է ցուցաբերեն անհրաժեշտ քաղաքական զսպվածություն, հայվ համեստություն։ Հայտնի Խաթաբալադա պիեսը կա, չէ, որտեղ ասում է համազաստ, մի քիչ համազուսպ եղի, քո կարգավիճակին համապատասխան, այսինքն այդ հավակնությունները պետքա համապատասխանեն քո իրական քաղաքական կշռին, որը մաթեմատիկական ճշտությամբ արտահայտված է ընտրական տեղամասերում։ Եվ մենք հիմա բոլորս ակնկալում ենք, որ Մարտուն Գրիգորյանը պետքա ցուցաբերի նույն քաղաքական դիրքորոշումը, որ արտահայտել են Ռուբեն Մխիթարյանը եւ Կարեն Սիմոնյանը, որպես տեխնացուներ իրենց դաշինքի անունից, որովհետեւ եւ ձայները տալ առավել շատ ձայն հավաքած, տվյալ դեպքում ընդդիմադիր դիրքավորում ունեցող գործչին, որպեսզի ադրբեջանա-թուրքական ռեժիմը տապալվի այդ քաղաքում։ Հակառակ դեպքում դա տեղի չի ունենա, իրենք ժողովրդի վստահությունը չունենալով կզավթեն իշխանությունը Գյումրիում, ինչպես դա եղավ Երևանում, չունենալով երևանցիների վստահությունը, այդպիսի ներքին խարդավանքների, շեմը հաղթահարած տարբեր քաղաքական ուժերի անպատիվ կեցվածքի հետևանքով ադրբեջանա-թուրքական ռեժիմին հաջողվեց տապալել օրինական իշխանությունը Երևանում եւ զավթել այն ու ծառայեցնել իչարս երևանցիների թանկացնելով նրանց գույքահարկը, տրանսպորտի վարձը, ավտոկայանատեղերի վարձը եւ այդպես շարունակ։ Հիմա դա պետքա խափանվի Գյումրիում, այսինքն երբ որ մենք ակնկալում ենք, որ բոլորը պետքա իրենց ձայները տան տվյալ պահին Վարդան Ղուկասյանի տեխնատության օգտին, դա դրանից չի, որ մենք Վարդան Ղուկասյանին նկատմամբ աջակցություն ենք ցուցաբերում։ Եթե դա Վարդան այս կարգավիճակում ամենաշատ ձայներն ուներ Մարտուն Գրիգորյանը, մենք ակնկալելու էինք, որ բոլորը, այդ թվում եւ Վարդան Ղուկասյան իրենց մանդատներով քվեարկեն նրա տեխնատության օգտին քաղաքապետ ընտրվելու համար, այսինքն այստեղ անձնավորված չի մոտեցումը եւ տրամաբանությունը դա է հուշում եւ արդար մոտեցումն է իմ կարծիքով դա հուշում։ Ցավում եմ, որ իհարկե ուշացել է այդ որոշումը, չնայած իրավական իմաստով չի էլ ուշացել, այսինքն հələ 15 օր հետո պետք է նոր ավականին ձեմավորվի որոշումները կայացնեն, բայց հիմիկվանից հայտարարելը դա ցույց է տալիս սկզբունքայնության եւ վճռականության պատրաստակամության աստիճանը։ Ցավալի է, որ պարոն Գրիգորյանը ուշացել է իր մյուս գործընկերներից, որովհետեւ նրանք խելամիտ ժամկետներում եւ շատ հստակ եւ ընդունելի հայտարարություններ արել են։ Եվ ակնկալում ենք այդ նույն հայտարարությունը լսել պարոն Գրիգորյանից։ Երեկվա իր գրառումը, որ ԿՊ-ն չի ունենա Գյումրում քաղաքապետ, դա իմ կարծիքով առայժմ իրանից ոչինչ չասող հայտարարություն է, որովհետև դրա օրինակ լուծման մեխանիզմներից էլ մեկը ինքը լինի, որ ինքը կտապալի իր այդ 6 մանդատով ապօրինաբար արդեն ձևավորված իշխանությունը Գյումրիում եւ կգնան նոր արտահերթ ընտրության։ Եվ նորից մեղքը բարթելով մեր հասարակության վրա, այն դեպքում, երբ որ հասարակությունը իր որոշումը կայացրել է, պատվիրակել է քաղաքական գործիչներին մեծամասնությամբ եւ նրանք մնում է կայացնեն այդ պատվիրակման տրամաբանությունից բխող որոշումներ։ Հուսով եմ, որ այնուամենայնիվ դրական լուրեր ստացվում են Գյումրիից եւ պարոն Գրիգորյանը այսօր պետք է հայտարարություն արի, եւ մինչեւ մեր հաղորդումը հեռարձակվի, միգուցե հայտարարությունը կլինի, իմ ակնկալիքն է, որ
նա կհայտարարի, որ անհրաժեշտ թվով քվեներ կհատկացվեն մյուս տեխնացուին քաղաքապետ ընտրվելու համար, միգուցե առանց նրա հետ դաշինք կազմելու մնացած բոլոր հարցերում համագործակցելու իմաստով, այսինքն ամենևին պարտադիր չի, որ նրանք քաղաքական կոալիցիա ստեղծեն եւ բոլոր որոշումներում կայացնեն միանման մոտեցումներ։ Ավականի է, շատ նորմալ է, որ լինեն տարակարծություններ այս կամ այն հարցի վերաբերյալ որոշումները կայացնելուց, նույնիսկ ավելի լավ է, որ դաշինքներ չլինեն, որ քաղաքապետը ամեն անգամ հարցը ներկայացնելուց ներկայացնի այնպիսի հարցեր, այնպիսի բովանդակությամբ, այնպիսի ձևակերպումներով, որ ստանա ավականու անդամների վստահությունը, որովհետև միայն իր խմբակցության ավականու անդամների թիվը բավարար չի լինի Վարդան Ղուկասյանին, եթե անգամ ընտրվի քաղաքապետ, ստանալ որոշումներ, իսկ տեղական ինքնակառավարման մասին օրենքով համայնքի կյանքին վերաբերող բոլոր որոշումները կայացնում է համայնքի ավականին։ Այսինքն համայնքի ղեկավարը այդ դեպքում կաշկանդված կլինի ամեն անգամ այնպիսի որոշումներ ներկայացնի եւ այնպիսի հարաբերություններ կառուցի ավականու մյուս անդամների քաղաքական ուժերի հետ, որ բոլոր անձնական, չգիտեմ, անհատական խնդիրները թողած, միայն քաղաքի շահերից բխող որոշումներ կա։ Պարզ է, չէ՞ որ քաղաքապետը տանի համայնքի շահերին բխող մի որոշման կայացում, ինչպես կարող է համայնքը սիրող համայնքի ավականու անդամը ժողովրդին հաշվետու այդ որոշումը չկայացնի։ Կարծում դա շատ հրաշալի դասավորություն է այդ իմաստով ստացվելու, ամենևին պարտադիր չի դաշինքներ ձևավորել, բայց պարտադիր է տապալել ադրբեջանա-թուրքական ռեժիմը, որ ՔՊ-ն իսկապես չունենա Գյումրիում քաղաքապետ առանց լրացուցիչ քաղաքի բնակիչներին անհարմարություն պատճառելու եւ առանց նրանց նոր ընտրական գործընթացի մեջ ներքաշելու։ Այդ գործընթացը չնայած ՔՊ-ի պատճառով արտահերթ տեղի է ունեցել, դա էլ դրա կարիքն էլ չկար, որովհետև գյումրեցիները իրենց քաղաքապետին ընտրել են եւ նա պիտի պաշտոնավարեր մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը եւ հիմա լրացուցիչ ապօրինի որևէ միջամտություն անթույլատրելի է։ Հուսով եմ, որ պարոն Գրիգորյանը կայացնի այդ որոշումը եւ առաջիկայում Գյումրին կունենա եւ հերթական, ոչ ՔՊ-ական քաղաքապետ, ասեմ, Գյումրին երբեք ՔՊ-ական քաղաքապետ չի ունեցել։ Ի պատիվ Գյումրիի։ Իդեպ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը նաև հայտարարեց, որ պատրաստ է մեկ սեղանի շուրջ նստել Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի հետ եւ ընդհանուր հարցերը լուծել։ Կարծում եմ դա իր հոգեոր առաքելությունից բխող կեցվածք է, ինչը որ գովելի է Սրբազանի պարագայում։ Տեսեք, դեռ ընտրություններից մի քանի օր առաջ Մարտուն Գրիգորյանը մի սցենար ներկայացրեց իշխանությունների ըստ, որի հաղթելու է Վարդան Ղուկասյանը եւ քանի որ նրա պոտենցիալ հնարավոր է իր դեմ քրեական գործերով ձերբակալել, նրան ձերբակալել են եւ քաղաքապետ ըստ էության նորից նշանակվի կամ քաղաքը կառավարի ՔՊ-ն։ Այդ սցենարի զարգացում դուք կանխատեսում եք նման ոչ, դրա վրա պետք չի հաշվար կանել, որովհետև կյանքը ցույց է տվել, որ այս իշխանությունները ինչ-որ մեկին ձերբակալելու համար ամենևին կարիք չունեն, որպեսզի այդ մեկը լինի խոցելի կամ գործած լինի քրեական օրենսգրքով նկարագրվող որևէ հանցագործություն։ Ձեր առջև հիմա նստած է մի մարդ, որը ունի մեղադրելի կարգավիճակ, որը որևէ հանցանք չի գործել։ Հետևաբար այդ իմաստով, եթե այս իշխանությունները նույնիսկ պատրաստ են իմ նկատմամբ քրեական վարության եւ ապա կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանը եւ Մարտուն Գրիգորյանը ինձնից շատ ավելի առաջ են գտնվում եւ այդ խոցելի կարգավիճակում գտնվում է նույն ինքը Մարտուն Գրիգորյանը, որի հորը, որի որդուն, որի ցուցակի ավականու անդամի տեխնացուներին ձերբակալել են եւ նրանց մեջ կա մարդ, որ մինչեւ հիմա գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում։ Այնպես որ այդ բացատրությունը որևէ իմաստ չունի, դա կարող լինի նաեւ Մարտուն Գրիգորյանի պարագայում եւ ցանկացած պարագայում։ Իսկ համայնքի ղեկավարը երբ որ ընտրվում է, ավականին նաեւ ընտրվում է համայնքի ղեկավարի առաջի տեղակալ, որը նույնպես պետք է լինի համայնքի ավականու անդամ, եւ համայնքի ղեկավարի լիազորությունների կասեցման կամ դադարեցման պարագայում նա է փոխարինում, եթե ոչ, ապա համայնքի ավականին իր կազմից, եթե համայնքի ղեկավարը հրաժարական տա, իր կազմից է ընտրում համայնքի ղեկավարը, այսինքն նոր ընտրության անհրաժեշտություն չկա, իսկ ՔՊ-ն, եթե չունի անհրաժեշտ թվով մանդատներ, իսկ նրանք ունեն ընդամենը 14 մանդատ, երբեք չեն կարող Գյումրիում ընտրել համայնքի ղեկավար, իսկ ցանկացած զարգացումների պարագայում ավականու անդամները իրենց կազմից կընտրեն մեկ այլ քաղաքապետ եւ այս
համախմբման պայմաններում դա երբեք չի լինի ՔՊ-ի ներկայացուցիչ, այնպես որ կարծում եմ, որ պարոն Գրիգորյանի այդ բացատրությունը որևէ հիմնավորում չունի։ Իդեպ Վարդան Ղուկասյանը նույն այդ սցենարը դիտարկելով երեկ հայտարարեց, որ փոխքաղաքապետը լինելու է նաև իր կուսակցության ներկայացուցիչը, որպեսզի իր ձերբակալման դեպքում փոխքաղաքապետը լինի իր կուսակցության ներկայացուցիչը։ Կանան է, դա Վարդան Ղուկասյանը իհարկե ինքն առաջարկում, ով պետք է լինի համայնքի ղեկավարի տեղակալ, բայց ընտրությունը կատարում է համայնքի ավականին։ Այսինքն նույնիսկ ես կարծում եմ, որ լավ կլինի, որ այս համերաշխության պայմաններում քաղաքական պաշտոնների որոշումների կայացման հարցում ստեղ էլ համախոհություն եւ շրջահայացություն ցուցաբերի Վարդան Ղուկասյանը, որովհետև նա էլ պիտի գիտակցի, որ միայն իր կուսակցության մանդատների քանակը բավարար չեն համայնքի ղեկավար ընտրվելու համար, այսինքն ինքը նման վճռականությամբ եւ վստահությամբ կարող է իրեն դրսեւորել եւ ցուցադրել իր հավակնությունները, եթե ունենար անհրաժեշտ թվով ձայներ, բայց նա էլ պիտի հասկանա, որ ինքը անհրաժեշտ ձայներ չի հավաքել եւ ինքը քաղաքապետ ընտրվում նաեւ ավականու անցած մյուս ուժերի ներկայացուցիչների քվեր, իսկ այդ մարդիկ անցել են ոչ թե որպես անհատներ, այլ որպես Գյումրի համայնքի բնակիչներից վստահություն ստացած գործիչներ եւ Վարդան Ղուկասյանը որպես գյումրեցի նաեւ պարտավոր է հաշվի նստել իր քաղաքի բնակիչների եւ նրանց կատարած ընտրության արդյունքների հետ եւ ըստ կարծում եմ որևէ մեծամտություն ինքնահավանություն չի կարող արդարացում ունենալ եւ քաղաքի կառավարման գործում ավականում ներգրաված բոլոր քաղաքական ուժերի խելամիտ ըստ իրենց ազդեցության ներգրավվածությունը կարծում եմ որ պետքա լինի հիմնական մոտեցումը որոշումների կայացման հարցում։ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գինով ցած վիճակում ի պատասխան լրագրողի հարցին, թե դնելու է մանդատը, անկեղծորեն հայտարարեց, որ միևնույնն է 26 թվականին իրենք իշխանության չեն լինելու, ինչու հիմա դնի մանդատը։ Այսօր արդեն սթափ վիճակում ԿՊԱ-ական սոցապ նախարարը հայտարարում է, որ ժողովուրդը իրենց սիրում է եւ 26 թվականին իրենք նորից հաղթելու են։ Ով է անկեղծ այս։ Նախ ես վստահ չեմ, որ Վիլեն Գաբրիելյանը եղել է գինով ցած, որովհետև մարդու ոչ թափ վիճակում գտնվելու համար միայն գինին եւ գինենյութը չի, որ իր վրա ազդեցություն է թողնում, կան նաեւ տարբեր այլ միջոցներ, այդ թվում եւ պայմանական ասած գլխացավի դեղեր եւ ես վստահ չեմ, որ ընդհանրապես Վիլեն Գաբրիելյանը երբևէ գտնվում է սթափ վիճակում, որ ձեր այդ լավատեսությունը, որ այսօր ինքը եղել է սթափ վիճակում, ինձ անկեղծ ասած դեռևս դրա հիմնավորումները չգիտեմ թե ինչով է ձեր լավատեսությունը։ Նախարարն է սթափ այսօր դրանց թիմում ես ընդհանրապես որևէ սթափ դատողություններով մարդ չեմ պատկերացնում, որովհետեւ եթե մեկը սթափ մտածի, պիտի հասկանա թե ինչ աղետ ինչ ողբերգություն են իրանք բերել մեր ժողովրդի գլխին, եթե իրենք սթափ լինեն, ապա կկարդան իրենց կուսակցության նախընտրական ծրագիրը եւ իրենց հիմիկվա հայտարարությունները, եթե իրենք սթափ լինեն, կտեսնեն թե ինչ պայմաններում են ստացել մեր պետության ղեկավարումը եւ ինչ վիճակի են հասցրել մեր պետությունը իրեն եւ այդ վիճակին հասցնող մարդիկ, սթափ մտածող մարդիկ չեն կարող մտածել իրենց առհասարակ 1 օր ավել իշխանության ղեկին մնալու մասին, այնց որ ՔՊ-ի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եւ սթափ եզրույթները խելամիտ, ողջամիտ, շրջահայաց, դրանք իրար հետ աղերս չունեն։ Դրանք տարբեր ազդեցությունների տակ գտնվող եւ այդ ազդեցությունից դուրս չեկող մարդկանց մի հատ փոքրիկ զանգված է, փոքրիկ, ես հաշվել եմ նրանց ընդհանուր գլխաքանակը չի գերազանցում 200-ը ամենա լավատեսական հաշվարկներով, այսինքն մեր հասարակությունից կտրված մի փոքրիկ խումբ է, հանցավոր խումբ, որը խաբեությամբ եւ խարդախությամբ տիրացել է մեր ժողովրդի օրինական իշխանությանը եւ այն ծառայեցնում է թշնամու շահերին, հետեւաբար նրանք վռնդվելու են եւ Վիլեն Գաբրիելյանի կապակցությամբ կայացված որոշումը, որը կարծում եմ, որ մի շարք լրագրողների սանիտարական մաքրման գործունեության արդյունք է, կունենա շարունակություն եւ կհասնի մինչեւ կառավարական տուն համար 1/3 հարկ հասցեին։
Իդեպ, ինչ կարծիք եք, կհասնենք մինչև 2026 թվականը։ Ես տեղյակ եմ, որ դուք առաջարկում եք իմպիչմենտի, ժողովրդի ճնշման տակ իմպիչմենտի գործընթաց Ալժիրիայում։ Անվստահության գործընթացի գաղափարը ես ակտիվորեն պաշտպանում եմ, ճնշման մասին խոսք չկա, մեր նպատակը ժողովրդի լայն աջակցության կարիքը կա, բայց դա ոչ թե պետք է լինի ճնշում պատգամավորների վրա, որպեսզի նրանք որոշումներ կայացնեն, այլ ճիշտ հակառակը։ Ժողովրդական լայն աջակցությունը անհրաժեշտ է, որպեսզի մենք պատգամավորներին ազատագրենք այն ճնշումներից, որի տակ հիմա իրանք գտնվում են, որպեսզի կարողանան սահմանադրության որպես պատգամավոր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է ողջ ժողովրդին, կայացնի այդ ժողովրդի շահերից բխող որոշումներ իր սեփական խղճով եւ համոզմունքներով։ Մենք լսել ենք պատգամավոր Հովիկ Աղազարյանի տված տեղեկությունները այն մասին, որ իր քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր եղած ժամանակ ինչպես է կառավարվել այդ խմբակցությունը, ինչպես են գործադիր իշխանության կողմից ապօրինի ճնշումներ գործադրել եւ շարունակում գործադրել պատգամավորների վրա, որպեսզի նրանք որոշումներ կայացնեն, եւ դա վերաբերել է անգամ իրեն առնչվող որոշումների կայացման, ինչը որ մենք տեսանք վերջերս նրան անձեռնմխելիությունից զրկելու պարագայում, այսինքն իմ պատկերացումներով ժողովուրդը ոչ թե պետք է ճնշի պատգամավորներին, այլ ճիշտ հակառակը ազատագրի նրանց այն ճնշումներից, որի տակ նրանք գտնվում են եւ կայացնեն խելամիտ որոշում։ Իսկ խելամիտ որոշումը այն է, որ Նիկոլ Փաշինյանը 1 վայրկյան ավել իրավունք չունի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում եւ մեր սահմանադրությունը նախատեսել է այդ ինստիտուտը վարչապետին անվստահություն հայտնելու, որը կարող են անել միայն ազգային ժողովի պատգամավորները եւ ես եւ դուք այդ հնարավորությունից զրկված ենք ոչ նախաձեռնություն ցուցաբերելու եւ ոչ էլ որոշում կայացնելու հարցում։ Դա կարող են անել պատգամավորները ոչ միայն կարող են անել, այլ պարտավոր են անել, որովհետեւ մեր երկիրը խորհրդարանական երկիր է, պարլամենտը ինքն է ձևավորում կառավարություն եւ ինքն իրավունք ունի վերահսկել այդ կառավարության, պարտավորություն ունի վերահսկել այդ կառավարության գործունեությունը եւ իրավունք ունի փոխել այդ կառավարությունը, եթե նրա գործունեությունը չի համապատասխանում կառավարության գործունեության ծրագրին։ Իսկ այդ անհամապատասխանությունը ակնհայտ է, հետեւաբար այդ որոշումը պետք է կայացվի։ Հակառակ դեպքում մենք ունենանք ողբերգական հետևանք։ Այդ որոշումը շատ է ուշացվել։ Այդ որոշումը կայացնելու հնարավորությունը կար դեռևս 2022 թվականի օգոստոսի 2-ից։ Ես այդ մասին բարձրաձայնում եմ օգոստոսի 23-ից 22 թվականի, երբ հրավիրել էի հանրահավաք հանրապետության հրապարակում եւ ասացի, որ պետք է առաջին հնարավորության դեպքում դա արվի։ Ցավոք սրտի դրա ուշացնելու հետևանքով եղավ սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի վրա, հոկտեմբերի 6-ի երկրորդ կապիտուլյացիոն հայտարարությունը, Արցախի շրջափակում, Արցախի կորուստը, այդ որոշման ամեն անգամվա ուշացումը մեր պետության եւ ժողովրդի համար առնում է մարդկային թանկ կորուստներ, տարածքային կորուստներ, պետականության կորուստ։ Հետևաբար այն այլևս պետք չի ուշացնել, որովհետեւ նրա ուշացնելը նոր մարտահրավերների առաջ մեզ կարող է կանգնեցնի եւ մեկ օր շուտ այդ գործընթացը պետք է մեկնարկի եւ նաեւ այս ընտրությունները ցույց տվեցին, որ ճշնամական այս խմբի հետ հավասար պայմանների, հավասար կարգավիճակի մեջ ոչ ոք իրեն չպետք է դնես, ինքն դու չպետք է ասես դու մարդասպան ես նորմալ մարդ, արի գնանք ընտրության, տեսնենք թե ժողովուրդը մարդասպանին է սիրում, թե նորմալ մարդու։ Նման իրավակարգավորում ոչ մի երկրում չկա։ Մարդասպաններին դատում են, հասարակության մեջ ակտիվ դերակատարություն ունենում են միայն բարեխիղճ, բարեպաշտ մարդիկ, որոնք կարող են մրցակցային հիմունքներով հավակնել իշխանության գալու ուրեմն իրենց ծրագրերը իրագործելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանի հանցախումբը նման հավակնություններ ունենալ չի կարող, նրա համար երաշխավորված միակ ճակատագիրը դա օրենքով սահմանված կարգով պատիժն ու պատասխանատվությունն է մեր պետության եւ ժողովրդի առջեւ գործած մեղքերի համար, որոնց ամբողջ մեծ մասը նկարագրված է քրեական օրենսգրքով։ Միակ վարքը, որ նրա գործողություններում ակնհայտ է, բայց քրեական օրենսգիրքը նման կարգավորում չունի, դա հայրենիքի գողությունն է։ Այսինքն հայրենիքի գող եզրույթ, հայրենիք գողանալու հանցագործություն քրեական օրենսգիրքը ինչպես մեր, այնպես էլ որևէ այլ երկրում չկա։ Պատճառը այն է, որ մինչև հիմա չի եղել նախադեպ, որ որևէ մեկը գողանա իր հայրենիքը։ Որովհետև եթե որևէ մեկ անգամ նման փորձ արել,
նա հետո չի շարունակել ողջ մնալու պաշտոնավարել, որպեսզի մտածել նրան պատժելու մասին։ Օրինակ, եթե այդ հոդվածը, ասենք, եթե Ադոլֆ Հիտլերը ողջ մնացած լիներ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապա կարծում եմ, որ այդ օրենսդրությունը կնախատեսեր եւ նա կպատժվեր որպես հայրենիքի գող իր պետությանը եւ իր ժողովրդին նման վիճակի հասցնելու համար։ Սա առաջի դեպքն է, որ հայրենիքի գողը շարունակում է իշխել հայրենիքի մնացած հատվածի վրա եւ շարունակել այն զավթել ու գողանալ։ Միակ հանցանքը, որը չկա, բայց մնացած ամեն ինչը, ինչ վերաբերում է պետական դավաճանությանը, ինչ վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, ինչը վերաբերում է ինքնիրավչությանը, ինչը վերաբերում է գործողություններին, որոնք հանգեցրել են մարդկային զոհերին, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները թշնամուն հանձնելուն, պետական ուրեմն պետության սահմանների փոփոխություն առանց հանրաքվեի, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, իշխանազավթումը իշխանության բոլոր օղակներում եւ գործադիր եւ օրենսդիր եւ դատական ապօրինի ճանապարհով, հրաժարականից հետո վարչապետի պաշտոնին լիազորություններին տիրանալը եւ այսինքն այդ հանցագործությունները բոլորը նկարագրված են եւ կարծում եմ, որ ինքը դրանց համար անհրաժեշտ պատիժ եւ պատասխանատվություն պետք է կրի։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, կարևոր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Շնորհակալություն մեզ ընկերելու համար, կհանդիպենք առաջիկա եթերներում, ցտեսություն։